ինչ եմ ես մշտապես ունենում իմ ձեռքի տակ, որպեսզի բավարարեմ իմ քաղցրի պահանջը, բայց միևնույն ժամանակ սնվեմ առողջ եւ օգտակար։ Սա նաև հրաշալի ընդմիջման եւ մի փոքր այսպես ուժերը հավաքելու հրաշալի միջոց է։ Ուրեմն այսպես, վերցնում ենք խնձորը, լավ լվանում, բաժանում խորանարդների, կեղևը չենք հեռացնում, որտեղ ամենաօգտակարը հենց կեղևի մեջ է։ Այստեղ ավելացնում ենք չամիչ, նուշ, ընկույզ ենք ավելացնում, կորիզը նախապես հեռացրած արմավ, այստեղ մեզ պետք կգա կես կիտրոնի քերուկ, քերում ենք միայն դեղին հատվածը։ Մի փոքր դարչին, ուշ եփվող վարսակի փաթիլներ ենք ավելացնում եւ ամբողջը հարում ենք հարիչով, մինչեւ այսպես միասեռ մասսա ստացվի, գրեթե միասեռ։ Խառնում ենք մի հատ տեղին, տարայի մեջ յուղաթուղթ ենք դնում, այնուհետև տարածում ենք մեր պատրաստի մասսան, հարթեցնում ենք եւ ուղարկում ջեռոց։ Ջեռոցում պահելու ենք 175 աստիճանում մոտավորապես 50 րոպե։ 50 րոպե անց մեր թխուկը պատրաստ է, մնում է այն բաժանել հարմար կտորների։ Ես ընտրել եմ այսպիսի տարբերակ, հետո ըստ ցանկության մի փոքր դառը շոկոլադ ենք ավելացնում որոշ կտորների վրա։ Կարելի է նաև գեղեցիկ ձևավորել եւ վայելում ենք։ Սա կարող եք պահել սառնարանում եւ օգտագործել մինչեւ 5 օր։ Սա շատ առողջ է, օգտակար է եւ խիստ հագեցնող։ Անպայման պահպանեք ու պատրաստեք եւ սնվեք առողջ։